Իսկ Զարուհի, ինչ է կարծում 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելով, ինչ է ուզում այս իշխանությունը հասցնել հենց նույն 18 տարեկաններին նրանց ծնողներին։ Միգուցե վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով փորձում են այնպես անել, որ իրենց բողոքը չարտահայտեն։ Դուք հենց ասեցիք են ինչ որ կա, այո։ Եվ այն օրվա դեպքը ակնհայտ սադրանք էր, այդ եկեղեցի մտնելը, այդ ժամին, այդ խմբով, այդ բռի եւ կոպիտ բանով, իսկ քանի որ Փաշինյանը հայտնի է իր սադրիչ էությամբ, ինքը հասավ իր նպատակին, կարող է դա 18 տարեկան չլիներ, 21 տարեկան լիներ, բնականաբար երիտասարդներն են տաքարյուն եւ մարդը իր իրավունքն էր պաշտպանում, իր մարդկային իրավունքն էր պաշտպանում, իր տեղում կանգնելու, երբ որ իրան հրում են, երբ որ իր հանդեպ բռնությունը փաստորեն կատարվում, մարդը պետք է պաշտպանվեր։ Իսկ 18 տարեկանին հիմա կալանք տալը, դա ուղղակի խոշտանգում է, առավել եւս, որ ինքը հիվանդ է, խոշտանգում է եւ բոլորի համար, այսպես ասած, դաս։ Երևի իմաստ չունի, չէ՞ հիշացնել, թե 18 թվին իրանք ինչեր էին անում, ոնց էին դուռ ջարդում, մտնում ռադիոյի տուն։ Դե այդ մարդը ի ծնե սադրիչը, այդպեսին է եղել եւ շարունակում է։ Հիմա նայեք, ինքը իր պարտականությունները չի կատարում, որպես երկրի վարչապետ։ Կառավարությունը ինչով պիտի զբաղվի։ Պիտի զբաղվի երկրի անվտանգությամբ, պիտի զբաղվի տնտեսությամբ։ Ինքը ընկած այս երկրորդ, երրորդ անգամ մանկապարտեզ է բացում, երկրորդ անգամ ինչ որ դպրոց է գնում, կախիչ է ստուգում, դա իր պարտականությունն է։ Այդ մարդը ոչ մի պարտականություն չի կատարում։ Բայց անընդհատ սադրում է նման դեպքեր։ Դա հիմա ընդհանուր ընտրություններից առաջ վախի մթնոլորտ ստեղծելն է եւ բոլորին ցույց տալը, որ ուժային մեթոդներով ամեն ինչ կանեն, ինչ կուզեն կանեն, ես այդպես եմ ասում, իրանք հիմա ցույց են տալի, որ ինչ կուզեն կանեն։ Հիմա ես եկել եմ այստեղ, որ ես տարիներով որոշել եմ դուրս չգալ, նամանավանդ 23 թվի դեպքերից հետո, որ ՄԱԿ-ի մոտ էինք գիշեր-ցերեկ եւ սնունդ էինք հավաքում եւ դիմումներ էինք գրում, ես որոշել եմ փողոց դուրս չգամ, ես արդեն 66 տարեկան եմ, բայց ինձ նորից հանեցին փողոց, հասկանում եք։ Ես չեմ կարող անարդարությանը դիմանամ։ Ինչ է կարծում, առաջիկա ընտրություններով հնարավոր է հասնել այս իրավիճակի հանգուցալուծմանը, այսինքն իշխանափոխության հնարավոր է հասնել ընտրությունների միջոցով։ Քանի որ ես ամբողջ կյանքս այս անկախության տարիներին եղել եմ շատ քաղաքականացված մարդ, մասնակցել եմ բոլոր ընտրություններին եւ տեսել եմ, որ ցավոք սրտի միշտ իշխանությունն է հաղթում, մի քիչ չեմ ուզում շատ վատատեսական լինեմ, բայց մի բան կարող եմ կոչ անել, որ բոլոր շատ թե քիչ իրոք ընդդիմադիր, ոչ ձևական, իրոք ընդդիմադիր ուժերը դնեն մի կողմ բոլոր իրանց տարաձայնությունները, բոլոր անհամաձայնությունները, միավորվեն, միգուցե այդ դեպքում չնայած նման սադրիչը եւ մանիպուլյատորը կարող է եւ ձայներ նկարել եւ ինչ ասես անել։ Շատ փորձագետներ նշում են, որ եթե վերընտրվի այս իշխանությունը, այնինչ հիմա տիրում է տարբեր ոլորտներում, նաեւ հենց նույն բռնությունները քաղաքացիների նկատմամբ ավելի ահասարսուռ են լինելու։ Ես համաձայն եմ դրա հետ, այո, լինելու են։ Հիմա ինչքան մարդ ունեն քաղաքական բանտարկյալ։ Այդ մարդը, որը ժամանակին ինքն էր կարծես թե քաղաքական բանդարկյալ եւ ես այն որ ասում են ձեռքս կոտրվի, որ ես իր համարել եմ, ես բոլոր իմ ամբողջ կյանքը ես բանդարկյալների համար ի պաշտպանություն ստորագրություններ եմ դնում եւ այդ մարդը միակ մարդն է, որի համար ես փոշմանել եմ, որ ստորագրել եմ։